ԱՄՆ փոխնախագահը մեկնել է Պակիստան Թեհրանի թիմի հետ բանակցությունների, Ջեյդի Վենսը հույս է հայտնել, որ դրական արդյունքներ կունենան։ Եթե իրանցիները բարի կամք դրսևորեն, մենք էլ ձեռք կմեկնենք, հավելել է Պաշտոնյան։ Սակայն լուրեր են շրջանառվում, որ Թեհրանի պատվիրակությունը դեռ չի ուղևորվել Իսլամաբադ, իրանական կողմը մտավախություն ունի, որ Միացյալ Նահանգները կարող է հրադադարն օգտագործել վերազինվելու համար։ Նաև Թեհրանից հայտարարել են, որ Վաշինգտոնը պարտավոր էր բանակցություններին ընդառաջ ապասառեցնել իրանական ակտիվները, ինչը սակայն տեղի չի ունեցել։ Ավելի վաղ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի անունից հայտարարություն էր տարածվել, որի համաձայն Իսլամական Հանրապետությունը հաղթել է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի դեմ պայքարում։ Խամենեին հավատացրել է, որ Թեհրանը չի ցանկանում պատերազմել, բայց չի հրաժարվի իր օրինական իրավունքներից։ Հոգևոր առաջնորդը նաև նախազգուշացրել է, որ նոր մակարդակի են հասցնելու Հորմուզի նեղուցի կառավարումը։ Հայտարարված հրադադարի ֆոնին Պենտագոնից էլ հայտնել են, որ Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորվել է ամերիկացի ավելի քան 380 զինծառայող, զոհվել է 13 զինվորական։ ԱՄՆ-Իրան հնարավոր բանակցություններին ընդառաջ Թեհրանից կրկնել են հանդիպում չի կայանա, եթե Իսրայելը շարունակի Լիբանանին ուղղված հարվածները։ Իրանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ դա հրադադարի գործարքի անբաժանելի մասն է, թեև Վաշինգտոնից նշում են, որ նման խոստում չեն տվել։ Լիբանանում ռազմական գործողությունները շարունակվում են, Ցահալը եւ Հեզբոլլահը հայտարարում են փոխադարձ հարվածների մասին։ Բենյամին Նեթանյահուն պնդում է, որ հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա, Ցահալը վճռական է ոչնչացնելու Հեզբոլլահին։ Զուգահեռ Իսրայելի վարչապետը հանձնարարել է ուղիղ բանակցություններ սկսել Բեյրութի հետ քննարկելու Հեզբոլլահի զինաթափումը եւ Իսրայել-Լիբանան հարաբերությունների կարգավորումը։ Իսրայելը նաև ողջունում է Լիբանանի վարչապետի կոչը Բեյրութի ապառազմականացման վերաբերյալ։ Հեզբոլլահից արձագանքել են լիբանանյան խմբավորման առաջնորդը հայտարարել է, որ անհատույց զիջումների գնալ չի կարելի։ Երկար լռությունից հետո Բեռլինը վերսկսում է Թեհրանի հետ բանակցությունները, ԱՄՆ-ի եւ եվրոպացի գործընկերների հետ համակարգմամբ հայտարարել է Գերմանիայի կանցլերը։ Մեր նպատակն է նպաստել Վաշինգտոն-Թեհրան առաջիկա բանակցություններին, դրանց հաջող ելքը կարևոր է ոչ միայն տարածաշրջանի, այլև համաշխարհային տնտեսության համար, շեշտել է Մերցը։ Կանցլերը նաև դատապարտել է Լիբանանի դեմ Իսրայելի գործողությունները, մտահոգություն հայտնելով, որ դա կարող է խոչընդոտել դիվանագիտական ջանքերը։ Մերցը հավելել է, որ Բեռլինը պատրաստ կլինի միջազգային մանդատի շրջանակում ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը։ Նեղուցի հարցը հեռախոսով քննարկել են Միացյալ Նահանգների նախագահը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետը։ Քիր Սթարմերը տեղեկացրել է, որ դիտարկվել է նավագնացության ապահովման նպատակով մի քանի տասնյակ երկրից կոալիցիա ձևավորելու հեռանկարը, այդ թվում դիվանագիտական եւ ռազմական հնարավորությունները։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը բողոքել էր, որ Իրանը դեռևս արգելափակում է Հորմուզի նեղուցով նավերի անցումը։ ԱՄՆ նախագահի խոսքով դա հրադադարի ռեժիմի խախտում է։ Սպիտակ տան ղեկավարը նաև հորդորել է Թեհրանին հրաժարվել նեղուցով անցման համար վճար սահմանելու գաղափարից։ Զատկի տոնի կապակցությամբ Կրեմլի հայտարարած հրադադարի ֆոնին Կիևը կոչ է արել Մոսկվային համաձայնել ավելի երկարաժամկետ զինադադարի։ Ուկրաինայի արտգործնախարարը հաստատել է հայելային կդադարեցնեն ռազմական գործողությունները, սակայն համոզված են, որ երկարաժամկետ հրադադարը կարող է ճանապարհ հարթել իրական դիվանագիտության համար վերջ տալու պատերազմին։ Կրեմլից արձագանքել են ռուսական կողմը դադարեցնելու է կրակը միայն ապրիլի 11-ից 12-ը։ Բազմիցս ասել ենք, մենք ոչ թե զինադադար ենք ուզում, այլ երկարատև կայուն խաղաղություն, հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։ Ըստ Դմիտրի Պեսկովի պատերազմը կարող է ավարտվել հենց այսօր, եթե Վոլոդիմիր Զելենսկին համապատասխան որոշում կայացնի։ Ավելի վաղ Մոսկվայից հայտարարել էին, որ ուկրաինական զորքերը պետք է ամբողջությամբ դուրս գան Դոնբասի նույնիսկ այն տարածքներից, որոնք դեռ Ուկրաինայի վերահսկողության տակ են։ Վոլոդիմիր Զելենսկին անիրատեսական է որակում նման հեռանկարը։ Նա նաև հայտարարել է, որ մինչև աշուն Ուկրաինային դժվար շրջան է սպասում, հնարավոր է ճնշման ուժեղացում ռազմաճակատում եւ դիվանագիտության դաշտում։ Նախագահը մտահոգություն է հայտնել, որ Վաշինգտոնը հնարավոր է ինչ-որ պահի դուրս գա բանակցային գործընթացից, եթե հասկանա, որ կարգավորման հասնել չի հաջողվում։ Դիանա Գասպարյան, լուրեր։